Հայաջան բարի օր, մի փոքր տեղեկություն արցախցի տղայի մասին ու ոստիկանները ծեծել են և փորձել են նվաստացնել հայհոյանքներ և այլն նրա հասցեին, ինչու եմ անդրադառնում այս հարցին, քանզի ինձ զանգեցին, ասեցին, որ ում եղբայրն է այդ տղան և պատիվ եմ ունեցել այդ հերոս տղայի հետ շփվելու, որը զոհվեց 17 թվականին, Կարենը Ուլուբաբյան, նրա հարազատ եղբայրն է այդ տղան, ում որ տարել են ծեծել են։ Ես չեմ ուզում խորանալ հանգամանքների մեջ, ինչ կապված է նրան ինչի մեջ են մեղադրում, թե չեն մեղադրում, մեղավոր է, թե մեղավոր չի, դրա մասին չի խոսքը, խոսքը այն տգեղ, այն անընդունելի երևույթի մասին է, որ դեռ սովետական միլիցիայի ժամանակվանից գալիս է մեր հետ այդ չկայացած, այդ ուրեմն փողոցի լեզվով ասած, փողոցի ժարգոնով ասած աբիժնիկները, որ միայն այդ պատճառով գնում դառնում են ոստիկան բառը նրանց չի ասում, մենթ են դառնում, որտեղ ոստիկաններ էլ կան իրականում, բայց շատ-շատերը մենթեր են ուղղակի, որոնք օգտվելով իրենց ընձեռնված այդ հնարավորությունից, որ իրենք արդեն շատ երկար ժամանակ անպատժելի են մնում, մարդկանց, ովքեր հայտնվում են իրենց մոտ բաժիններում, նվաստացնում են, հայհոյում են, սարսափելի հայհոյանքներ են տալիս, մարդու արժանապատվությունն են փորձում կոտրել, այսինքն գործում են ոչ մի ձև չեն տարբերվում թուրք սելջուկներից, թուրքերից, այդ սրիկաները նույն կերպ են վարվում իրենց հայրենակիցների հետ, ինչպես որ թուրքերն են վարվում, շատ դեպքերում նույնիսկ ավելի վատ։ Հիմա ես այդ տղայի հետ խոսեցի, Տիգրանի հետ խոսեցի, փառք Աստծո շատ պինդ տղա է և հաշվի առնելով իր հոգեկան վիճակը ավելի շատ, ֆիզիկական իր ցավերի և այլի մասին նույնիսկ չուզեց խոսել, կարող էի գնալ նրա հետ ավելի մանրամասն ուրեմն զրուցել, բայց կարծում եմ, որ այս սրիկա համակարգը, որ գոյություն ունի, անպատժելիության այս մթնոլորտը, որ գոյություն ունի, ավելորդ ռիսկի չեմ ենթարկի այդ տղային, որտեղ հիմա էլ կարող է բռնեն ինչ-որ բան ասի, և քանի որ ասենք տեսանյութ և այլն չկա, բռնեն տղային զրպարտության մեջ մեղադրեն և այլն։ Գիտեք այս սրիկա համակարգը, սրիկաներով լցված, այդ սրիկաները, որ մարդկանց ծեծում և այդ ոչնչությունները, որ մարդկանց ծեծում և նվաստացնում են ոստիկանության բաժանմունքներում, ամենայն հավանականությամբ հենց հովանավորվում են իրենց նման սրիկա շեֆերի կողմից և նրանց նման սրիկա իշխանությունների կողմից։ Ոչինչ չի փոխվում, սովետի ժամանակ նույնն է եղել, այդ ժամանակ ես եմ ջահել եղել, գիտեմ ոնց է եղել, սովետական շրջանում նույնիսկ անունը մոռացա թռավ մտքիցս մի թուրք կար, որը որ շատ դաժան ձևով էր վարվում բոլոր նրանց հետ, ով թուրք էր, ազգությամբ ադրբեջանցի, ուղղակի հենց հիմա թռավ անունը, շատ հայտնի դեմք էր, վերջում նա արժանացավ իրեն արժանի պատվի իհարկե 80-ականների վերջում, շատ հայ տղաների, երիտասարդների ծեծել էր, նվաստացրել էր, բայց ասեմ ազգությամբ ավելի ճիշտ հայի ազգանուն կրողներ, չասեմ ազգությամբ էլի, որտև դժվարանում եմ հավատալ, որ հայը կարա նման կերպ վարվի հայի հետ, միգուցե հայի ազգանուն ունեն, միգուցե հայի ու անուն ունեն, միգուցե հայախոս են, բայց դրանք հայ չեն, ես ձեզ պարզ ասում եմ, տղերք, այսինքն դուք տղերք էլ չեք, այ ոչնչություններ, դուք ոչինչ եք և վերջով այդ ոչնչության նման էլ անհետ կորում գնում եք, ձեր գերեզմաններ, ոնց որ դուք եք այդ տղային ուրեմն իր հերոս եղբոր գերեզման հայհոյել, ոնց որ դուք եք ասել, որ այս կանեք գերեզմանի վրա, այն կանեք, այդ ամեն ինչը ձեր սերունդները ձեր գերեզմանի վրա են անում, ոչ թե այն մարդիկ, ում որ դուք վատություն եք արել, հենց ձեր սերունդները, որ ձեր նման մարդիկ ինչպես որ գործի տեղ են, այնպես էլ ընտանիքում են, դուք ոչնչություն եք կյանքով մեկ, դուք ծնվել եք ոչնչություն, ու դուք մեռնում եք ոչնչություն, ու ձեր հիշատակը չի մնում, ոչ մի բան, նույնիսկ այն քարը, որ տնկում են ձեր վրա, նրա վրա ասում եմ միայն երևի միզում են, այդքան բան ես ձեզ կարամ ասեմ, ովքեր որ
իրոք ուրեմն տանջում, ծեծում, նվաստացնում եւ հայհոյանքներ եւ տարբեր տեսակի ուրեմն տանջանքի մեթոդներ են կիրառում մարդկանց վրա, կորզելու նրանցից սուտ խոստովանություն եւ քանի հարյուրավոր մարդիկ են չդիմանալով ֆիզիկական այդ ցավերին եւ նվաստացումներին իրենք իրենց վրա հենց սուտ մատնություն տվել եւ գնացել նստել շատ այնպես որ ասեմ որ վիդեոներ են տարածում իբրև թե տղային որ հանում են ոստիկանությունից որպես կանոն մեդիա դաշտը ուշադրություն չի դարձնում արդյոք դա այդ վիդեոն է արդյոք դա այդ տղան է թե չէ կարծում եմ այդ վիդեոյում ինձ ասեցին որ նույնիսկ այդ տղան չի դա մեր տարվա առաջ էլի խոշտանգված էլի ոստիկանությունում խոշտանգված էլի արցախցի մի տղայի ուրեմն տեսանյութ է ոչ թե Տիգրանի Ուլուբաբյան, որը որ Կարեն ասացի հերոս Կարեն Ուլուբաբյանի եղբայրն է, որը զոհվեց 2017 թվականին։ Եթե չեմ սխալվում իր զոհվելու տարին, էլի։ Գիտեմ, որ սնայպերն էր խփել, ես նույնիսկ ունեմ տեսանյութ նրա հետ, ուրեմն դիրքերում, հիմա չեմ գտնի, դա ման չեմ գա, կարևորը դա չի։ Եվ իհարկե այս ուղղորդված վերաբերմունքը հատուկ արցախցիների նկատմամբ, ոչ միայն արցախցիների, ասեմ ձեզ, նման խոշտանգումների ենթարկվում են համարյա բոլոր նրանք, ում որ հանկարծ ոստիկանությունում այդ ոչնչությունների ձեռքն են գնում եւ այդ ոչնչությունները պարզում են, որ այդ տղան, ասենք, ինչ որ մի հատուկ, ինչ որ մի օլիգարխի կամ չգիտեմ ես իմ ում կամ մի հատ խարոշի կամ ես իմ ում որդին չի, այդ դեպքում նրանք կուրկուրի ձագի նման պարոնով են նույնիսկ խոսում, այդ նույն խոշտանգողները, երբ որ իմանում են ինչ որ մեկի, որ այդ երեխան, այդ տղան թիկունք ունի, ծանոթ ունի եւ այլն, կուրկուրի ձագ են դառնում ու խոսում են այսպես լիզելով, հա, հետույքները լիզելով, բայց երբ որ իմանում են սովորական մի մարդ է, որ իրենց համար իրենք դա ասում են անտերի մեկն է, չնայած դա չի համապատասխանում իրականության հետ, իրենց որակումները, բայց իրենք իրենցով որ մտածում են անտերի մեկն է, իրենց այդ ոչնչություն էությամբ, իրենց ամբողջ կյանքի չստացված, իրենց ուրեմն չկայացածությունը թափում են այդ մարդկանց վրա, այդ ովքեր որ ընկնում են իրենց ձեռքը։ Բայց հիմա վերջերս հատուկ ուրեմն ուղղվածություն կա հենց արցախցիների նկատմամբ նման վերաբերմունք եւ ես ասեմ, որ այդ դեպքերը հենց այնպես չեն անցնելու, ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։ Տիգրանի հետ էլ խոսացի, Տիգրանն էլ նույն կերպ է մտածում, ասում է բոլորը պատասխան են տալու։ Վաղ թե ուշ պատասխան եք տալու, նորից չասեմ, տղերից չասեմ, այ ոչնչություններ։ Վաղ թե ուշ դուք ձեր արածների համար պատասխան եք տալու, դա հաստատ։ Եվ իմացեք, որ Տիգրանը կլինի, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի, Արցախցի կլինի, թե Վանաձորցի կլինի, թե չգիտեմ, որ մի գյուղից կլինի, այդ մարդկանց, որոնց այդ հայ տղերքին, երիտասարդներին, մարդկանց, աղջիկներին նույնիսկ, ում որ դուք համարում եք անտեր, նրանց Տերն Աստված է, որտեղ նրանք հայեր են եւ դուք անպայման պատժվելու եք, անպատժելիությունն է բերել այս ամեն ինչը, անպատժելիությունը, որտեղ հաջորդ իշխանությունը գալիս է փոխանակ նախորդների գործած հանցանքների համար հանցագործները պատժվեն, նրանք էլ օգտվում են այդ հանցագործների ծառայություններից ու այդպես սովետի մենթերից տենց փոխանցելով եկել է միջև այսօր, բայց դրա վերջն էլ է գալու, կանգնելու է, գալու է ազգային իշխանություն եւ այդ ժամանակ ամենաներկևի են չկայացած են չմո եֆրեյտերից բռնած, որ իր մաղձը թափում է հայ ազգի վրա, կլինի դա ոստիկան, կլինի դա բերետավոր թե ինչ մի զիբիլ, ապա նա անպայման ոստիկան բառը չի էլ կարելի դրանց ասել։ Լինելու են իսկական ոստիկաններ, մնալու են իսկական ոստիկանները, իսկ այդ ոչնչությունները անպայման պատժվելու են, անպայման պատժվելու են։ Չի անցնելու դա։ Եվ ես որ Տիգրանի հետ նոր խոսացի, հենց այդ համոզմունքը կա, որ գալու է այդ օրը, մոտ է այդ օրը, եւ բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար, անպայման պատասխան եք տալու։ Վաղ թե ուշ պատասխան եք տալու, փոշմանելու եք
ուշ է լինելու։ Իմացեք, որ այդ տղային ասում են միջև հիմա էլ ինչ-որ սպառնալիքներ են հնչում։ Այդ տղան կոտրվող վախկոտ տղա չի եւ ոչ էլ անտերը։ Մենք հայերով այդ տղային եւ մնացածին տեր ենք կանգնելու։ Այդպես է լինելու։ Եվ դուք ոչնչություններ, ոնց կաք ոչնչություն, տենց էլ անհետ կորելու եք։ Այդքան բան։